Դու երբևէ նկատել ես, որ վախը քեզ հազվադեպ է ասում, ես վախն եմ, նա ավելի խորամանկ բան է ասում, իսկ եթե չստացվի, բա որ քեզ մերժեն, բա որ նորից ձախողես, և այդ պահին դու կարծում ես, թե պարզապես զգուշավոր ես այնինչ դու քեզ արդեն ծախել ես վախերին, և իրականում գուցե արդեն հավատացել ես մի ստի, որը դանդաղ կատվածահար է անում քո կյանքը։ Այսօր մենք բացահայտելու ենք վախի մասին 5 ամենատարածված ստերը նեյրոհոգեբանության և Աստծո խոսքի լույսի ներքո։ Կտեսնենք, որ շատ դեպքերում քեզ չի կանգնեցնում իրական վտանգը, քեզ կանգնեցնում է այն սուտը, որին դու պարզապես հավատացել ես, և եթե չհավատայիր, այդ մտքերը, որոնք քեզ վախեցնում են, իրականում չէին էլ կարող երբևէ քեզ որևէ վնաս պատճառել։ Եվ իրականում շատ մարդկանց կյանքում վախը վաղուց դադարել է լինել պաշտպան և դարձել է կառավարիչ։ Ոմանց թվում է, թե իրենց վախերը իրենց պարզապես պաշտպանում են սխալվելուց, պաշտպանվում են ձախողվելուց, խայտառակվելուց, բայց իրականում այդ վախերը մեր պաշտպանները չեն, դրանք մեր կառավարիչներն են։ Միացյալ Նահանգների ազգային հոգեկան առողջության ինստիտուտի տվյալներով ԱՄՆ մեծահասակների մոտ 19.1%-ը մեկ տարվա ընթացքում ունենում է որևէ տիպի տագնապային խանգարում, իսկ 31.1%-ը կյանքի ընթացքում առնչվում է խանգարումների տարբեր տեսակների հետ։ Սա նշանակում է, որ վախն ու անհանգստությունը եզակի խնդիր չեն։ Դրանք զանգվածային իրականություն են և հասարակության մեջ լուրջ մարտահրավեր։ Նեյրոգիտնական Ջոզեֆ Լեդուն գրում է, որ վտանգի հայտնաբերման և պաշտպանական արձագանքի մեխանիզմները նույնը չեն, ինչ գիտակցված վախը։ Այդ ոչ գիտակցական մեխանիզմները նախ արձագանք են սկսում մարմնի ուղեղի մեջ և հետո այդ ամենը կարող է վերածվել գիտակցված վախի։ Իսկ Լիզա Ֆելդման Բարեթը հիշեցնում է, որ ուղեղը ակտիվորեն իմաստ է ստեղծում և այդ պատճառով մենք ավելի շատ վերահսկողություն ունենք, քան հաճախ կարծում ենք, այսինքն մեր ուղեղն է իմաստ փոխանցում այդ ազդակներին, հույզերին և կառուցում մի ամբողջ պատմություն։ Դա կարող է ընդամենը մեկ միտք լինել, բայց ուղեղը սկսում է գրել իր սցենարը։ Այսինքն վախը միշտ չէ, որ ճշմարտություն է ասում։ Շատ հաճախ այն պարզապես արագ արձագանք է, աղմկոտ կանխատեսում է, մարմնի ահազանգ է, որը դեռ չի ստուգվել ճշմարտությամբ։ Իսկ ցանկացած վախ պետք է քննվի և ստուգվի ճշմարտության կողմից։ Աստվածաշունչն էլ վախը չի ներկայացնում որպես վերջնական դատավոր։ Դավիթ թագավորը իր սաղմոսներից մեկում գրում է. «Այն օրը կամ որ օրը, որ վախենամ, հույսս քեզ վրա պիտի դնեմ»։ Նա չի ասում ես երբեք չեմ վախենում։ Նա ասում է ես գիտեմ ինչ անել, երբ վախենամ։ Այսօր ուզում եմ խոսել վախի 5 ամենատարածված ստերի մասին նեյրոհոգեբանության և Աստվածաշնչի լույսի ներքո, որովհետև մինչև չբացահայտես ստերը, չես կարող ապրել ազատության մեջ։ Իսկ նախքան անդրադառնալ այդ կետերին, ուզում եմ հորդորել և հիշեցնել. չմոռանաս սեղմել լայքի նշանը, բաժանորդագրվել այս ալիքին և քո մեկնաբանությամբ ակտիվ լինել։ Շնորհակալություն համագործակցության համար, իսկ մենք շարունակենք։ Ուրեմն, առաջին սուտը վախի վերաբերյալ։ Եթե ես վախ եմ զգում, ուրեմն վտանգը իրական է։ Սա ամենատարածված ստերից մեկն է։ Վախը քեզ ներսից համոզում է, որ եթե սիրտդ արագ է բաբախում, եթե կրծքավանդակդ սեղմվում է, եթե գլխումդ սև սցենարներ են պտտվում, ուրեմն վտանգը իրական է։ Բայց նեյրոհոգեբանությունը շատ ավելի նուրբ բան է ասում։ Ուղեղի սպառնալիք մշակող համակարգերը կարող են շատ արագ արձագանքել անգամ այն ժամանակ, երբ իրավիճակը դեռ լիովին չի գնահատված։
թվով եւ գործառույթով տարբեր ցանցեր, հատկապես ամիգդալայի եւ նախաճակատային կեղևի փոխազդեցությունը մասնակցում են սպառնալիքի գնահատմանն ու կարգավորմանը եւ հենց այստեղ է հաճախ տեղի ունենում սխալ ահազանգը եւ սխալ վերդիկտը։ Այսինքն, քո մարմնի ահազանգը պարտադիր չէ, որ Աստծո ձայնը լինի կամ աղերս ունենա իրականության եւ ճշմարտության հետ։ Քո արագացած սրտխփոցը պարտադիր չէ, որ մարգարեություն լինի, որ քեզ հետ ինչ-որ մի վատ բան է կատարվելու։ Քո ներքին խուճապը պարտադիր չէ, որ ապագայի ճշգրիտ քարտեզը լինի։ Վախը հաճախ կանխատեսում է առանց ապացույցի։ Նա սիրում է մարգարեություններ անել ճակերտավոր, սիրում է գուշակությամբ զբաղվել, սիրում է կանխատեսել ապագան, բայց սովորաբար ապացույց չունի։ Աստվածաշունչը մեզ չի սովորեցնում հավատալ ամեն ներքին ահազանգի։ Այն սովորեցնում է հավատքով պատասխանել։ Նորից հիշեցնեմ Դավթի խոսքերը. «Որ օրը որ վախենամ, հույսս քեզ վրա պիտի դնեմ»։ Սա շատ հասուն խոսք է։ Դավիթը չի ժխտում զգացումը, բայց նաև չի ենթարկվում դրան։ Նա չի ասում ես երբեք չեմ վախենա։ Նա չի ասում ամոթ է որ ես վախենամ։ Նա ասում է հնարավոր է որ ես անցնեմ վախերի միջով, բայց իմ հույսը քո վրա եմ դնելու։ Ուրեմն առաջին ճշմարտությունը սա է. վախը զգալը դեռ փաստ չէ։ Երկրորդ սուտը վախի մասին. եթե ես վախենում եմ, ուրեմն ես թույլ մարդ եմ կամ թույլ հավատացյալ եմ։ Սա կրոնական միջավայրում շատ տարածված սուտ է։ Շատ մարդիկ ներքուստ վախենում են, բայց վախից ավելի շատ ամաչում են իրենց վախից, ամաչում են բարձրաձայնել իրենց վախերի մասին։ Հիշում եք, Տեր Հիսուսը Գեթսեմանի պարտեզում չթաքցրեց իր հույզերը եւ իր տագնապները։ Աշակերտներին կանչեց իր մոտ եւ ասաց. «Արթուն եղեք, ինձ մոտ եղեք, մի քնեք, որովհետեւ իմ հոգին մահու չափ տրտմած է»։ Շատ մարդիկ մտածում են, որ եթե ես հոգևոր լինեի, լավ հոգևոր լինեի, այսքան չէի վախենա։ Կամ եթե ես Աստծուն վստահեի, ներսումս այսպիսի պայքար չէր լինի։ Բայց սա ոչ աստվածաշնչյան է, ոչ էլ հոգեբանորեն առողջ։ Աստվածաշունչը մեզ չի ասում, որ մենք պետք է լռեցնենք, պարտակենք, պահածոյացնենք, խցկենք, ճզմենք մեր հույզերը։ Աստվածաշունչը չի ասում, որ հավատքի մարդիկ երբեք վախ չեն զգում։ Այն ասում է, թե ինչ անել, երբ վախը զգան։ Քաջությունը իրականում վախի բացակայությունը չէ։ Քաջությունը ճիշտ ուղղությամբ ընթանալն է, ճիշտ ուղղությամբ քայլելն է, նույնիսկ անգամ վախի ներքո։ Նեյրոհոգեբանությունն էլ այս մտքի հետ համաձայն է։ Մարմնի ահազանգային համակարգի ակտիվացումը քեզ չի դարձնում վատ մարդ, թույլ մարդ, վատ հավատացյալ կամ էլ անհավատ մարդ։ Այն նշանակում է, որ քո նյարդային համակարգը սպառնալիք է արձանագրել։ Եվ հարցը սա չէ, ես վախ զգացի, հարցը սա է, ես ում եմ վստահելու այդ պահին։ Բացի այդ, միշտ չէ, որ այդ սպառնալիքը իրական է, եւ միշտ չէ, որ այդ ահազանգը, որ միացել է մեր մեջ, իրական է։ Երբեմն ահազանգեր են միանում, օրինակ մեր մեքենայի ազդանշանն է միանում, մեր տան ազդանշանը կարող է միանալ սխալմամբ։ Ուրեմն երկրորդ ճշմարտությունը սա է. վախ զգալը մեղք չէ։ Վախին հնազանդ ապրելն է վտանգավոր եւ քայքայիչ։ Տարածված երրորդ սուտը վախի մասին. վախից ազատվելու լավագույն ձևը խուսափելն է։ Ահա սա է այն սուտը, որն ամենից շատ կյանքեր է քայքայում։ Մարդը վախենում է եւ ինչ է անում այդ ժամանակ, խուսափում է։ Ճիշտ այնպես, ինչպես փոքրիկ երեխան, որ վերմակը քաշում է իր գլխին, մտածելով, որ եթե ինքը չի տեսնում իր շրջապատը, իր իրականությունը, ուրեմն այդ իրականությունը չկա։ Եվ մարդը սկսում է ինչ անել, նա չի զանգում, չի գնում, չի փորձում, չի խոսում, չի դիմանում, չի սկսում, չի ծառայում, չի բացվում,
չի շփվում մարդկանց հետ, խուսափում է։ Եվ առաջին հայացքից թվում է, թե խուսափումը օգնում է։ Այո, օգնում է, բայց կարճ ժամանակով։ Վերջ-վերջո հետաձգված սթրեսը մեզ ավելի ցավալի, ավելի խորը սթրես է պատճառելու։ Եվ հետո ուղեղը մի շատ վտանգավոր դաս է սովորում։ Ես փրկվեցի, որովհետև ես փախա։ Բայց այդ վախը դրա արդյունքում ավելի է արմատանում մեր մեջ։ Ահա մի խորը ճշմարտություն։ Խուսափումը հանգստացնում է քեզ հիմա, բայց թուլացնում է քեզ հետո։ Իսկ իմաստուն դիմակայությունը կարող է անհարմար լինել հիմա, բայց ազատել քեզ հետո։ Աստվածաշունչն էլ նույն ուղղությամբ է տանում մարդուն։ Աստված Հեսուին չասաց. «Հեռու մնա, որ չվախենաս»։ Նա ասաց. «Զորացիր եւ քաջ եղիր, որովհետեւ քո Տեր Աստվածը քեզ հետ է»։ Իսկ Հեսուն պետք է երես առ երես հանդիպեր իր թշնամիներին, պետք է առերեսվեր իր թշնամիների հետ։ Եվ Աստված այդ ժամանակ մեզ մենակ չի թողնում, նա մեզ հետ մտնում է մարտի դաշտ։ Ուրեմն երրորդ ճշմարտությունը սա է. վախը չի չքվում կամ չի փոքրանում փախչելու հետևանքով։ Հաճախ այն փոքրանում է, եթե մենք դրան ճիշտ մոտեցում ցույց տանք։ Չորրորդ տարածված սուտը վախի մասին։ Իսկ ինչ եթե չստացվի։ Այսինքն ձախողման վախ։ Սա վախի ամենատարածված եւ ամենաքայքայող ստերից մեկն է։ Որովհետեւ այս սուտը առաջին հայացքից շատ խելացի է հնչում։ Կարծես շատ տրամաբանական, շատ կշռադատված։ Այն քեզ չի ասում մի ապրիր։ Այն քեզ ասում է, թե ինչպես պետք է ապրել։ Այն պարզապես շշնջում է. իսկ ինչ եթե չստացվի։ Բա որ հանկարծ ձախողվես, բա որ փորձես ու խայտառակվես, բա որ մարդիկ տեսնեն, որ դու այնքան էլ ուժեղ չես, բա որ այս անգամ էլ չկարողանաս անել։ Եվ մարդը շատ հաճախ կատվածահարվում է ոչ թե իրական ձախողումից, ոչ թե փորձից, այլ ձախողման կանխավարկածից։ Արդեն քո մեջ այդ սցենարը գրվել է, որ այդպես պետք է լինի, դրա համար ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չփորձել։ Այսինքն մարդը դեռ ոչինչ չի սկսել, բայց արդեն հոգնել է, արդեն ձախողվել է իր ներսում։ Դեռ ոչ մի քայլ չի արել, բայց արդեն իր ներսում պարտվել է։ Դեռ ոչ մի դուռ չի թակել, բայց արդեն համոզված է, որ իրեն մերժելու են։ Նեյրոհոգեբանության տեսանկյունից սա շատ հասկանալի է։ Ուղեղը հաճախ ավելի ուժեղ է արձագանքում ոչ թե արդեն պատահած ցավին, այլ սպասվող ցավին։ Այսինքն, երբ մարդը անընդհատ պատկերացնում է վատ ավարտը, ուղեղը սկսում է արձագանքել այնպես, կարծես այդ ձախողումն արդեն իրական է, եւ քո ներսում այդ համոզումներն են գալիս, այդ հույզերն են արթնանում։ Դրա պատճառով էլ մարմինը լարվում է, միտքը նեղանում է, մթագնում է եւ մարդը սկսում է խուսափել։ Ու ահա այստեղ է ծուղակը։ Ձախողման վախը հաճախ հենց ինքն է ծնում այդ կյանքը, որից դու վախենում ես։ Որովհետեւ եթե դու ոչինչ չփորձես, ոչ մի քայլ չանես, ոչ մի դուռ չթակես, դու իսկապես կձախողվես։ Բայց Աստծո խոսքը մեզ ուրիշ բան է սովորեցնում։ Աստվածաշունչը երբեք չի ասում, որ հավատքի մարդը երբեք չի ընկնի, չի սխալվի, չի ձախողվի, նեղություն չի ունենա, բայց ասում է, որ ընկնելը դա վերջին կետը չէ։ Արդարը գրված է 7 անգամ, նայեք 7 անգամ, եթե ընկնի էլ վեր կկենա։ Սա նշանակում է ձախողումը վերջնական դատավճիռ չէ։ Դա կարող է լինել դաս, ուղղում, հասունացում, վերանայում, բայց ոչ վերջնական ինքնության որոշում։ Դու կարող ես ձախողվես, բայց դա չի նշանակում, որ դու ի ծնե ձախողակի մեկն ես։ Երբ վախը քեզ ասում է, բա որ չստացվի, քեզ պետք է սովորել պատասխանել ոչ թե խուճապով, այլ ճշմարտությամբ։ Հակազդիր, հակառակվիր եւ ասա. իսկ ինչ եթե ստացվի։
Իսկ եթե Աստված հենց այս քայլի մեջ է ինձ աճեցնելու, իսկ եթե այս փորձը նույնիսկ դժվար լինելով դառնա իմ հասունության ճանապարհը, իսկ ինչ եթե սա պարզապես ինձ նոր փորձառություն պարգևի։ Ֆիլիպեցիներին ուղերձում գրված է. ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Այսինքն, եթե Աստված մի բան որոշել է մեզ համար, մենք պետք է թույլ տանք, որ Քրիստոսը մեզ զորացնի, եւ երբ Քրիստոսը մեզ զորացնի, մենք կհաջողվենք։ Նույնը վերաբերում է նաև վատ սովորություններից հրաժարվելուն։ Մարդը ասում է. ես չեմ ուզում թողնել ծխելը, որովհետև վախենում եմ, որ իմ մոտ չստացվի։ Բայց վստահ եմ, որ եթե թույլ տաս, որ Քրիստոսը քեզ զորացնի, դու կհաջողվես։ Սա չի նշանակում, թե ամեն փորձ անպայման հեշտ է լինելու։ Սա նշանակում է, որ քո ուժը միայն քո կարողությունների մեջ չէ։ Քո ուժը նաև Քրիստոսի զորացնող ներկայության մեջ է։ Ուրեմն, այս ստի դեմ ճշմարտությունը սա է. չստացվելու հնարավորությունը պատճառ չէ չապրելու համար։ Ձախողումը կյանքիդ տերը չէ։ Հիշիր, որոշ մարդիկ պարտվում են այն բանից հետո, երբ փորձել են, բայց շատ ավելի շատ մարդիկ պարտվում են այն պատճառով, որ երբեք որևէ բան այդպես էլ չփորձեցին։ Եվ հիմա 5-րդ սուտը, վերջին սուտը, ամենատարածված սուտը։ Ես այսպիսին եմ, ես այլևս չեմ փոխվի։ Ահա սա ամենակործանարար սուտն է, որ վախը կարող է երբևէ մեզ ներշնչել, մեզ համոզել, որովհետև առաջին 4 ստերը քեզ վախեցնում են, բայց 5-րդը քեզ համոզում է, որ ազատությունն ու փոփոխությունը անհնար է, եւ դու համոզվում ես, համակերպվում ես։ Ես միշտ այսպես եմ արձագանքել, իմ ընտանիքն էլ այսպիսին է եղել, ես բնույթով վախկոտ եմ, ինձ մոտ արդեն ուշ է, իմ ուղեղը այսպես է աշխատում, արդեն ուշ է ինչ-որ բան փոխել իմ կյանքում։ Բայց եւ ներոգիտությունն է ասում, եւ Աստվածաշունչը, որ մարդը քարացած համակարգ չէ։ Այն շեշտում է, որ մեր ուղեղը մշտապես իմաստ է կառուցում, եւ մենք ավելի շատ ազդեցություն ունենք մեր ներքին փորձառության վրա, քան թվում է։ Ուղեղի առաջադեմ մասնագետ Դեն Սիգելը խոսում է այն մասին, որ մարդը կարող է դուրս գալ ավտոպիլոտից եւ անվանել ու սանձել միտքը եւ դրանով ընտելացնել։ Անգլերեն դրան ասում են name and tame, անվանել եւ սանձել, անվանել եւ ընտելացնել։ Այսինքն այդ զգացումները դառնում են քեզ համար կառավարելի։ Փոխարեն դու դրանցից ճնշվես, ինքդ ես փորձում կառավարել դրանք։ Իսկ Պողոս առաքյալն ասում է. վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ։ Ուշադրություն դարձրու, որ Աստվածաշունչը չի ասում հաշտվիր քո հին մտքի հետ։ Այն ասում է նորոգվիր։ Իսկ նորոգվել բառի արմատը նորն է։ Ամեն օր մենք պետք է նորություն բերենք մեր կյանքի մեջ Աստծո խոսքի միջոցով եւ օգնությամբ։ Սա նշանակում է, որ վախով կառուցված մտածողությունը կարող է ապամոնտաժվել եւ նոր մտածողություն կարող է կառուցվել մեր մեջ։ Ուրեմն 5-րդ ճշմարտությունը սա է. քո ներկա արձագանքը քո վերջնական ինքնությունը չէ։ Մի թույլ տուր, որ վախը քեզ համոզի, որ դու այդպիսին ես։ Հիմա 5 գործնական քայլ կնայենք, թե ինչպես հաղթահարել քո մտքում եղած վախերը։ Առաջին, վախը անունով կոչիր։ Երբ ներսումդ սկսվում է խուճապ, մի ասա պարզապես ես ինձ վատ եմ զգում, ավելի հստակ եղիր։ Ես հիմա վախենում եմ մերժումից։ Ձևակերպիր քո մտքերը, լույսի մեջ բեր, խոստովանիր։ Կարող ես անգամ ասել, ես վախենում եմ ձախողումներից, ես վախենում եմ մենակությունից, ես վախենում եմ կորցնելուց։ Նեյրոգիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զգացմունքը բառերով անվանելը կապված է ամիգդալայի արձագանքի նվազման եւ նախաճակատային կարգավորման ակտիվացման հետ։ Այսինքն, երբ որ
բառերով նկարագրում ես քո հույզերը, քո ապրումները եւ քո վախերը, քո ամիգդալայի աշխատանքը սկսում է կարգավորվել, դու սկսում ես տիրապետել իրավիճակին։ Աստվածաշունչն էլ նույնքան անկեղծ է։ Դավիթ թագավորը Սաղմոսների մեջ շատ ենք տեսնում, որ խոստովանում է իր վախերը, կիսվում է իր հույզերով, չի թաքցնում իր մեջ։ Դավիթը նախ անվանում էր իր իրավիճակը, որից հետո այն բերում էր Աստծո ներկայության մեջ։ Այ հենց Սաղմոսների օգնությունը մեզ հենց դրանում է։ Դրանք նկարագրում են մարդու տկարությունները եւ Աստծո ամենակարողությունը։ Երկրորդ քայլը՝ հարցրու, սա փաստ է, թե շինծու պատմություն։ Վախը սիրում է սցենարներ գրել, եւ դու պետք է սովորես հարցնել. ինչ ապացույց ունեմ, ինչ եմ ես կանխատեսում առանց փաստի։ Սա իրական վտանգ է, թե իմ ուղեղի նկարած սարսափ ֆիլմ։ Երրորդ քայլը՝ մարմինդ հանգստացրու եւ ոչ միայն միտքդ։ Երբ մարմինդ ահազանգի մեջ է, միայն լավ միտք մտածելով միշտ չէ որ կհաղթես։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ շնչառական վարժությունները կարող են նվազեցնել սթրեսը եւ անհանգստությունը եւ բարելավել կարգավորումը։ Շատ պարզ մի բան արա։ 4 վայրկյան ներշնչիր եւ հետո 6-ից 8 վայրկյանի ընթացքում արտաշնչիր եւ արա սա մի քանի անգամ։ Եվ կտեսնես, որ երբ մարմինդ հանգստանա, միտքդ էլ կարծես կհանգստանա։ Ֆիլիպեցիներում էլ գրված է. ոչինչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն, եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահի։ 4-րդ քայլը՝ վախի ստին հակազդիր Աստծո խոսքով։ Վախը ասում է. դու մենակ ես։ Դու մեջբերում ես. մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Վախն ասում է. դու չես դիմանա, կպարտվես։ Դու պատասխանում ես. Աստված ինձ երջոտության կամ վախի հոգի չի տվել։ Աստված ինձ հաղթանակ է տվել Քրիստոսի մեջ։ Վախն ասում է. քո հոգսերը քեզ կկործանեն։ Իսկ դու պատասխանում ես. յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավական են։ Աստված հոգ է տանում իմ մասին։ Եվ 5-րդ քայլը դրանք հաղթահարելու համար հետևյալն է. ամեն օր մի փոքր քայլ արա դեպի այն, ինչից վախենում ես։ Օրինակ, եթե վախենում ես զանգից, արա այդ զանգը։ Եթե վախենում ես խոսել, ասա մի 2 նախադասություն։ Եթե վախենում ես սկսել, փոքր քայլերից սկսիր։ Վախը հաճախ թուլանում է ոչ թե այն ժամանակ, երբ դու անընդհատ սպասում ես ավելի լավ զգալուն, այլ այն ժամանակ, երբ դու ապահով, իմաստուն եւ աստիճանական կերպով սկսում ես հանդիպել քո վախին։ Վախը վախենում է առերեսումից։ Հետևաբար մի վախեցիր նայել քո վախի աչքերի մեջ։ Այ երբ որ դա անես, կզգաս ինչպես այդ վախը փոքրանում եւ չքանում։ Վախը շատ հաճախ ճոխ քարոզիչ է։ Նա ամեն օր քեզ հետևյալն է քարոզում. մի փորձիր, մի վստահիր, մի գնա, մի սկսիր, մի բացվիր, մի հավատա, բայց վախը վատ եւ սուտ մարգարե է եւ վատ ուսուցիչ։ Նա հաճախ կանխատեսում է աղետ այնտեղ, որտեղ Աստված օրհնություն եւ ապահովություն է պատրաստել։ Նա հաճախ նկարում է փակուղի այնտեղ, որտեղ Աստված պատրաստել է ճանապարհ։ Նա հաճախ բարձրացնում է աղմուկ այնտեղ, որտեղ Տերը ուզում է սովորեցնել քեզ խաղաղություն։ Եվ հիշիր սա. վախը միշտ չէ որ գալիս է քեզ պաշտպանելու։ Շատ անգամ կան վախեր, որոնք մեր պաշտպանական մեխանիզմն են, բայց միշտ չի որ այդպես է։ Երբեմն այն գալիս է քեզ ցածրացնելու, քեզ հետ պահելու հաջողությունից, ձեռքբերումներից, հաղթանակներից։ Եվ այսօր գուցե ամենակարևոր որոշումը
սա է. դու այլևս չես հավատալու վախի ամեն խոսքին։ Դու սովորելու ես անվանել այն, ստուգել այն, սովորելու ես հանգստացնել նախ քո մարմինը, Աստծո խոսքով պատասխանել եւ քայլ անել նույնիսկ դողացող ծնկներով, որովհետեւ ազատությունը չի սկսվում այն ժամանակ, երբ վախը լրիվ բացակայում է։ Ազատությունը սկսվում է այն ժամանակ, երբ վախն այլևս չի ղեկավարում քեզ։ Կարող ես մեկնաբանության պատուհանում գրել որպես հռչակում. ես չեմ վախենում։ Այս կարճ խոսքը կարող է դառնալ քեզ համար նոր կոդ, որը կապակոդավորի վախը քո ներսում եւ քեզ կուղղորդի դեպի հավատքը, դեպի քաջությունը, դեպի համարձակությունը։ Բարձրաձայն դու էլ կարող ես ասել. ես չեմ վախենում։ Թող քո ուղեղը լսի այս հռչակումը, այս հայտարարությունը եւ ընկալի այն որպես իրականություն։ Եթե այս նյութը օգտակար եղավ քեզ, նորից ուզում եմ հիշեցնել, չմոռանաս սեղմել լայքի նշանը, բաժանորդագրվել այս ալիքին եւ մեկնաբանության մեջ ակտիվ լինել։ Դու կարող ես նաեւ այս նյութը ուղարկել մեկին, որը վախերի մեջ է եւ դրանով լավություն անել ինչ-որ մեկին։ Շնորհակալություն գործակցության համար։ Իսկ հիմա աղոթենք։ Իմ երկնային Հայր, շնորհակալ եմ, որ ես կարող եմ քո որդի Հիսուս Քրիստոսի անունով մոտենալ քեզ։ Եվ շնորհակալ եմ, որ քո ներկայության մեջ վախ չկա։ Դու ինձ ազատում ես այն տանջող վախերից, որոնք ինձ հեռացնում են իմ կոչումից եւ ինձ հեռացնում են քեզանից։ Շնորհակալ եմ, որ քո վախի մեջ, քո երկյուղի մեջ տանջանք չկա։ Եվ հենց իսկ քո երկյուղն է, որ ինձ ազատում է բոլոր վախերից։ Շնորհակալ եմ, որ քո կատարյալ սերը, որով սիրում ես ինձ, ազատում է ինձ բոլոր տանջող վախերից հենց հիմա։ Եվ ես հակառակվում եմ վախերին, եւ հակառակվում եմ վախի ստին քո ճշմարտությամբ եւ քո խոսքով։ Շնորհակալ եմ, որ ոչ թե վախերն են ինձ կառավարում, այլ քո խոսքն է թագավորում իմ սրտի մեջ։ Ոչ թե վախերն են ինձ առաջնորդում, այլ քո Սուրբ Հոգին է ինձ առաջնորդում։ Շնորհակալ եմ, որ դու ինձ չես տվել վախի ոգի, այլ ինձ ազատել ես վախից։ Ինձ տվել ես սիրո, զգաստության, համարձակության, ողջախոհության հոգի, որով ես կարող եմ ապրել, քայլել եւ հակառակ գնալ իմ բոլոր վախերին։ Շնորհակալություն այդ համարձակության, քաջության եւ սիրո համար, որ ես հիմա զգում եմ եւ ապրում եմ քեզ հետ։ Աղոթեցի Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։